Ադրբեջանը այս տեղեկատվական սադրանքով փորձում է հող նախապատրաստել ինչ-որ էսկալացիայի կամ ճնշում գործադրել Հայաստանի վրա ածանցյալ նախապայմանների ստանալու նկատմամբ, որը որ պարբերաբար բարձրաձայնում է։ Ուրեմն նախ հարձակման հետ կապված ես արդեն ասել եմ, որ դրա էսկալացիայի հետ կապված դա նաև այդ միտումը հաշվի առնելով, որ իրանք մշտապես այդ աշխատելավոճը կիրառել են, սկզբից հայտարարել են, որ հարձակվում են, հայերն են կրակում եւ այլն, եւ իրանք ստիպված են պատասխան տալու, դա իրաց մշտական ոճն է, բայց ես կրկնում եմ, որ ես չեմ այս փուլում, ես չեմ կարծում, որ նման քայլի կգնան, նոր են հայտարարել, որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է եւ ակնհայտ է Եվրոմիության դիտորդների գնահատականը եւ դե աշխարհը Ադրբեջանի Telegram ալիքների վրա հիմնվելով չի իր կարծիքները կազմում, իրանք իրանց տեղեկություններ ունեն, իրանց արբանյակներ ունեն, Ադրբեջանում իրանց աղբյուրներն ունեն եւ կարծում եմ, որ դա պետք է ադրբեջանական կողմը հաշվի առնի։ Երկրորդ հարցը ինչ էր, բարձ թողեցի։ Կապված ածանցյալ նախապայմանների հետ, որը առաջ տեսեք, երբ որ մենք պայմանագրի վերջին երկու կետը քննարկել ենք եւ ուղարկել ենք հետ, մենք գիտենք, չէ՞, դրա հաջորդ քայլը ինչ ալնելու։ Եվ մենք գիտենք դրա շարունակությունը, լուծումը եւ այլը որն է լինելու եւ վարչապետի հարցազրույցի մեջ նաեւ այդ դրա պատասխանը մի մասով կա, բայց երևի այդ մեծ ծավալի մեջ դա դուրս է մնացել եւ հանրության մեջ այդքան չի քննարկվել այն բոլոր մտավախությունները, որոնք որ ճակերտավոր մտավախությունները, որոնք որ Ադրբեջանը առաջ է քաշում, պայմանագրի մեջ այդ բոլոր մտավախությունների հետ կապված լուծում կա եւ ոչ թե մի տեղում, այլ մի քանի տեղում, ինչպես վարչապետը ասաց, ինչպես նաեւ եթե դա էլ բավարար չլինի, մենք էլի պատրաստ ենք քննարկել, հասկանալ, արդյոք Հայաստանի օրինակ սահմանության մեջ այդ որ իրանք մեղադրում են տենց բաների տարածքային պահանջների մեջ տենց բան կա թե չկա, արդյոք իրանց սահմանության մեջ նման օրինակ բան կա թե չկա եւ վերջի այդ հարցը ո՞նց է լուծվելու։ Մենք առնվազն ասում ենք, որ մենք այդ հարցը արդեն լուծել ենք խաղաղության պայմանագրի մեջ, ասում ենք, որ մեր ներպետական ինստիտուտները անցնելուց հետո այդ նմանատիպ հարց չի առաջանալու, վերջը կարող ենք փորձաքննության ուղարկենք երկու երկրների սահմանադրությունները, որ պարզելու թե արդյոք այդ պնդումները իրականության հետ աղերսուն են թե չէ, որովհետև միշտ կարելի է ասել, օրինակ ինձ դուրս չի գալիս քո մազերի գույնը կամ դուրս չի գալիս քո ձեռագիրը կամ որևիցե բան, բայց պետքա ամեն ինչի տակ հիմնավորում լինի։ Մինչ այս պահը Ադրբեջանի այդ բանակցությունների մեջ մենք փորձել ենք ամեն ինչի տակ հիմնավորում ունենալ եւ այդ տրամաբանությամբ ենք իրենց հետ աշխատել։ Կարծում եմ, որ շարունակությունն էլի տրամաբանված եւ հիմնավորված կլինի, այլ ոչ թե ներքին լսարանի կամ ինչ-որ հայտարարության, քաղաքական հայտարարության։ Դուք սահմանադրությունները փորձաքննության ենթարկել, ինչ մեխանիզմ է դա իրենից ենթադրելու։ Դե օրինակ ես օրինակ կարող ենք ուղարկել Վենետիկի հանձնաժողով մեր երկու երկրների սահմանադրությունները եւ հարց ուղարկել, թող Վենետիկի հանձնաժողովը պայմանական ասի նման բան կա թե չէ, բայց այնուամենայնիվ այն մնացած փաստարկները, որ մենք բերել ենք մինչեւ այսօր սահմանադրության հետ կապված իրենց հայտարարությունների հետ կապված, դրանք մնում են ուժի մեջ, դրանք որևիցե մեկը չի ասել, որ դրանք էլ գոյություն չունեն, այլ նորից եմ ասում, նաև իրենց սահմանության մեջ ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանում այլ երկրների հետ կապված նման տրամաբանությունից ելնելով նման բաներ կան։ Դուք ամբողջական տեքստին ծանոթ եք խաղաղության պայմանագրի։ Հայաստանի համար վտանգավոր կետեր կան այնտեղ։ Հայաստանի համար որևիցե վտանգավոր տեղ չկա։ Ես դա ասում եմ բոլորի իլուր, որ բոլոր կետերը, ինչպես նաև վարչապետն է նշել, բոլոր կետերը երկկողմանի են։ Եթե ասում եք, որ վտանգավոր կետ կա, դա վտանգավոր է, մեկն է, թե ինչ-որ մեկը դա մեկնաբանի որպես վտանգավոր կետ, դա նույն հավասարաչափ վտանգավոր է Ադրբեջանի համար, որովհետև որևիցե բան, դրա պատճառ, տեսեք, նախ եւ առաջ դրա մի մասը արդեն հայտնի է խոսակցությունների բան։ Երկրորդը, տեսեք, մենք գործ ունենք մի կողմի հետ, որին ժողովրդական լեզվով ասած ամեն տեղ պատճառապետք որևիցե բան հայտարարելու եւ ինչ որ ձևով խնդիրներ ստեղծելու։ Երբ որ ժամանակը եւ տրամաբանությունը կհասկանանք հրապարակելու եւ պահը կգա, բնական է ես հասկանում եմ, լսեք, չէ, հարցը ինչ է Ադրբեջանը կհրապարակի նոր մենք նախ դրա մեջ որևիցե մեկի, այսպես ասած, չիները չէին գնում, հիմա ինչ որ մեկը պետք է համաձայներ, չէ, մի րոպե, գոյություն ունի
բան չէ, որ մեկը պետք է ի վերջո այդ բան, որ տենց ուղարկում ենք իրենք, մեզ են ուղարկում ենք իրանց, ինչ որ մեկը պետք է ասի, լավ, այս փուլում լավ, համաձայն ենք այս բանում։ Մենք որոշեցինք, որ այն խնդիրները, որոնք որ կան, այն մտավախությունները, որոնք որ կան, մենք կարող ենք տարբեր ձևերով ապահովագրենք մեզ եւ լուծում գտանք, որ այո, լավ, այս պարագայում մենք կարող ենք sense լուծում գտնենք եւ այդ լուծումը գտանք եւ համաձայնեցինք։ Հիմա հրապարակման հետ կապված, դրա հետ կապված քննարկումներ կլինեն, միակողմանի մենք բան չենք ուզում անենք, որպեսզի եւս մեկ անգամ ցույց դնենք, որ Հայաստանը չի կրակում Ադրբեջանի վրա, որ Հայաստանը որևիցե տարածքային նկրտումներ չունի, որ Հայաստանը իր վստահությունը, որ ասում է զրոյին է մոտ, որ Հայաստանը վստահելի գործընկեր է միջազգային գործընկերների նաեւ համար, նաեւ մենք պետքա մեր միջազգային գործընկերների հետ ազնիվ եւ ուղիղ լինենք եւ ցույց տանք, որ մենք տենց ենք աշխատում, թե ինքը ինչ է անում, ինքը կարող է յուրաքանչյուր անկանխատեսելի քայլ անի, բայց մենք մեր տրամաբանությունը պետք է տանենք եւ այս հարցը ձեր օգտագործելով մի բան եմ ուզում ասեմ, էլի մենք այս վերջի տարիների ընթացքում կարողացել ենք նաեւ այս իրավիճակում օրակարգ ձևավորող եւ օրակարգի հետ համահունչ կողմ դառնալ, որը որ շատ դժվար էր մեր պարտությունից հետո, բայց մենք դա հաջողել ենք, ասա։ Մի վարդյա մի հարց ավարտեմ։ Պարոն Սիմոնյան, տեսեք, խաղաղության պայմանագրի այդ հայտարարությունից հետո, որ ավարտված է, Հայաստանի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը զրուցեց Ռուսաստանի նախագահի հետ։ Դուք տեղյակ եք խոսակցությունից, ինչի մասին է եղել եւ ինչ է Փաշինյանը փոխանցել Ռուսաստանի նախագահին եւ այնտեղից ինչպիսի արձագանք է եղել։ Վարչապետը զրուցել է, վարչապետը զրուցել է նաև Ֆրանսիայի նախագահի հետ, վարչապետը զրուցել է նաև Իրանի նախագահի հետ։ Դե ես ուզում եմ ասել, որ որևիցե ինտրիգ փնտրել են բանի մեջ, որ առաջինը Ռուսաստան կարար, առաջինը Իրանն ելներ կամ Ֆրանսիան ելներ կամ չգիտեմ որևիցե այլ երկիրն է։ Մեր հարաբերությունները հաշվի առնելով Ռուսաստանի մենք հաշվետվություն ենք ներկայացնում։ Ուրեմն Ռուսաստանի հետ հարաբերությունները հաշվի առնելով պետք է ասեմ, որ Հայաստանը ոնց վերջին մի քանի տարիների ընթացքում այնպես էլ հիմա գործում է որպես ինքնիշխան պետություն եւ ինքնուրույն է կայացնում որոշումները եւ ինքնուրույն է որոշում թե ում հետ երբ ինչ ձևով խոսա։ Իսկ ինչ է խոսացել հաղորդագրության մեջ գրված է եւ ես զրույցի հետ ծանոթ եմ նույն բանն է ինչ որ հաղորդագրության մեջ գրված է։ Հերթով հեսա ֆրանկ կգամ։ Նախարարությունը ասում է, որ պայմանավորվենք ժամի, այսպես ստորագրման հետ կապված, հիմա դուք եք ասում ալիևը խոսում է 0% վստահության Եվ ինչ ասում շարունակությունն էլ ասա, որ հարցը տեղին լինի։ Ասում է, որ ամեն ինչ պետք է դրվի թղթի վրա։ Թղթի վրա։ Հիմա մոտ ժամանակներում, երբ Հայաստանը առաջարկում էր ժամ եւ տեղ պայմանավորվել ստորագրման, այս հայտարարություններից հետո դուք վտանգված եք համարում առաջիկայում, չգիտեմ, 1 ամսվա ընթացքում կամ 2 ամսվա ընթացքում այդ պայմանագրի ստորագրումը։ Դե մի քիչ բան հարց է տալի, Կարինե ջան, միջև չստորագրվի, միջև ձեռներս չլինի այդ թուղթը, միշտ էլ վտանգված եմ համարելու։ Միջև չստորագրենք, չդնենք սեղանին, միշտ էլ վտանգված եմ։ Նույնիսկ եթե այնտեղից ասեր ինչ լավ է, մենք շատ ուրախ ենք, եկեք հենց հիմա ստորագրենք, բայց օրը ժամը չեղած լինի, հələ ստորագրած չլինի, ես միշտ վտանգված եմ։ Հնարավոր է վերանայվի երրորդ երկրների ներկայության այդ կետի հետ։ Չէ, փակ է, տեքստը փակ է։ Տեքստը այլևս երկու կողմի համար փակ է։ Խոսակցությունը ավարտված է, տեքստը փակված է։ Հերթով սենց ֆորմենգան, կարող եմ ենթադրել, որ առասարակ ցանկություն չկա այդ պայմանագիրը ստորագրելու, որովհետև երբ համաձայնեցվեց կետերը, անմիջապես հաջորդեց Հաջիևի հայտարարությունը, որ հավելյալ փաստաթղթեր են պետք է փոխհատուցում Հայաստանը պահանջի։ Հիմա Հայաստանը տրամադրի Ադրբեջանի իբրև ես կարող եմ հենվել միայն այն բաների վրա, որոնք որ դրված են սեղանին, թե ով ինչ հայտարարություն կանի, ասենք մեր, չգիտեմ, падգամավորներն էլ հաճախ ունես հայտարարություն։ Հիմա վարչապետը 5 հատ խորհրդական ունի, կարող շաբաթը մեկը մի տարբեր հայտարարություն։ Կա փաստաթուղթ, կա քննարկվող տեքստ կոնկրետ, որը քննարկվել է եւ փակվել է, կա հայտարարություն այն կողմից, նախագահի մակարդակով, կա հայտարարություն այս կողմից վարչապետի մակարդակով։ Մենք հայտարարել ենք, որ սպասում ենք տեղի ժամի եւ ֆորմատի այդ քննարկումներին, արդեն ընթացած գործերը ոնց կգնան, արդեն տեղակ կլինեն։ Այս մասով, որ Ալիևը նշում է, որ պետք է ոչ միայն Զանգեզուրի միջանցքը տրամադրվի, այլև ապառազմականացված գոտի եւ ապամոնտաժվի սահմանային ռազմական ենթակառուցվածքները։ Այս մասով Հայաստանը ունի հստակ դիրքորոշում։ Դե Հայաստանը հստակ իր դիրքորոշումը վաղուց արտահայտել է, մենք ասել ենք, որ բոլոր ճանապարհները պատրաստ ենք հենց վաղը
բացել եւ կոմունիկացիաները բոլոր պետք է բացվեն տարածաշրջանում եւ դա ինչպես միշտ ինչպես բոլոր փաստաթղթերում է երկկողմանի տրամաբանության մեջ պետք է լինի, իսկ սահմանների հետ կապված սահմանների ապառազմականացված գոտի նաեւ կարող ենք համարել այն գոտին, որը օրինակ ունենք այսօր Կիրանցի տարածքում, որտեղ կանգնած են սահմանապահները։ Ամբողջ երկայնքով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանում պետք է կանգնած լինեն սահմանապահները եւ Սահմանազատումից հետո։ Դե սահմանազատումը ընթացքի մեջ է։ Դե հիմա ասում եմ, Լինի մի քանի տարի կանցնի։ դե միջև լինի, դե շատ բան են ցանկանում, թե ցանկանում, մենք էլ ենք շատ բան ցանկանում, դրա համար քննարկում ենք։ Պարոն Սիմոնյան, քիչ առաջ ասեցիք, որ այս Ադրբեջանի տարածված ապատեղեկատվության ֆոնին ԵՄ դիտորդները արձանագրել են, որ ամեն ինչ խաղաղ է։ Հիմա խաղաղության պայմանագրում, երբ երրորդ երկրների ուժի տեղակայման բացակայության կետը հանվում է, արդյոք սա չի նշանակում, որ Ադրբեջանին հնարավորություն է տրվում, այսպես դաշտ է ստեղծվում, որ հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտի, ագրեսիայի ֆոն ստեղծի եւ նմանատիպ ապատեղեկատվություն տարածի։ Նախ եւ առաջ հիմա եկեք ֆիքսենք, որ եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են Եվրոմիության դիտորդները քաղաքացիական, ինքն է այդ դիտորդներին այլևս պահում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը, որովհետեւ այն պահից սկսված, երբ որ ինքը կստորագրի, մեր պայմանավորվածությունը կմտնի կողմանի մեջ, ուժի մեջ։ Երկրորդը, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլի պետք է հարձակում տեղի ունենա Հայաստանի Հանրապետության վրա, եվրոդիտորդների ներկայության ժամանակ էլ տեղի կունենա այդ հարձակումը։ Միշտ տարբերություն։ Եթե փաստաթուղթ ես ստորագրում, պայմանական գնում ես, չգիտեմ, Եվրոմիության ղեկավարների ներկայությամբ կամ չգիտեմ, ինչ-որ երկրների նախագահների ներկայությամբ, վկայությամբ, իդեպ տենց բան գոյություն ունի, տենց կարգավիճակ կա դիվանագիտության մեջ, որ ինչ-որ երկրի ղեկավարներ կամ ղեկավար վկա է հանդիսանում, գնում ստորագրում ես եւ հետո հարձակվում ես Հայաստանի վրա, եթե դա ի վիճակի ես անելու եւ կարող ես քեզ ցույց տալ, եվրոդիտորդների վրա էլ կկարակեն, կհարձակվեն։ Պարոն Սիմոնյան, հնարավոր է, որ Հայաստանը որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման